Ինչպես կարելի է հազարամյակների պատմություն ունենալ ու չսովորել։ Լինել աշխարհի հնագույն ազգերից մեկը ինքնին ոչ արժանիք է, ոչ երաշխիք։ Դա ընդամենը փորձություն է ժամանակի կողմից տրված ամենախիստ քննություններից մեկը։ Քանի որ որքան երկար է գոյությունդ, այնքան մեծ է պատասխանատվությունդ ապրել ոչ միայն անցյալով, այլ նաև ներկայի արժանապատվությամբ։ Հարցը, ինչպես կարելի է հազարամյակների պատմություն ունենալ ու չսովորել ապրել։ Հարցն իրականում ավելի խորն է, քան թվում է, որովհետև ապրելը միայն գոյատևելը չէ։ Մենք սովորել ենք գոյատևել պատերազմների, ցեղասպանությունների, կորստի ու բաժանման միջով անցնելով։ Բայց գոյատևումը դեռ կյանք չի։ Կյանքը պահանջում է կազմակերպվածություն, իրավագիտակցություն, փոխադարձ պատասխանատվություն եւ ամենակարևորը սառն ու հաշվարկված միտք։ Նույնը վերաբերում է պարտությանը։ Պարտվելը ամոթ չէ, եթե այն դառնում է դաս։ Բայց եթե պարտությունը վերածվում է արդարացման, մեղավորների որոնման կամ ավելի վատ մոռացության, ապա այն այլևս պարզապես պարտություն չէ, այլ շարունակվող պարտվողական մտածողություն։ Ազգը, որը չի սովորում պարտվել, իրականում չի սովորում հաղթել, որտեղ հաղթանակը ծնվում է ճիշտ ընկալված պարտությունից։ Խնդիրը հաճախ այն է, որ հին լինելը մեզ տալիս է պատրանք, թե մենք արդեն գիտենք ամեն ինչ, բայց պատմությունը չի պարգևատրում նրանց, ովքեր միայն հիշում են, այլ նրանց, ովքեր վերաիմաստավորում են։ Հիշողությունն առանց վերլուծության դառնում է քար, իսկ քարացած գիտակցությունը չի կառուցում ապագա։ Ապրել սովորելը նշանակում է չվախենալ ինքնակնդատությունից, չվախենալ իրականությունից, չվախենալ ընդունել, որ միայն անցյալի փառքը չի կարող փրկել ներկան։ Պարտվել սովորելը նշանակում է տեսնել սխալը մինչև վերջ, անողոք լինել առաջին հերթին ինքդ քո հանդեպ եւ ամեն պարտությունից հետո վերադառնալ ավելի խելացի, ոչ թե միայն ավելի վիրավորված։ Ազգի հասունությունը չափվում է ոչ թե նրա հին լինելով, այլ նրանով, թե որքան արագ եւ որքան ազնիվ է նա սովորում իր սխալներից։ Հակառակ դեպքում ստացվում է ողբերգական հակասություն հնագույն հիշողություն ունեցող ժողովուրդ, բայց նորից ու նորից նույն սխալներն անող ներկա։ Ու այստեղ է ամենակոշտ ճշմարտությունը։ Ժամանակը հարգում է ոչ թե հնությունը, այլ ուժը։ Իսկ ուժը ծնվում է գիտակցությունից, կարգապահությունից եւ իրականության հետ առերեսվելու համարձակությունից։ Եթե դա չկա, ապա հնագույն լինելը վերածվում է ոչ թե առավելության, այլ բեռի։